Հարգելի հայրենագիտներ, անցող շաբաթը առանձնահատուկ կարևորություն ունեցավ մեր ազգային աշխատանքներուն եւ միջազգային գործունեության նախապատրաստության տեսակետեն։ Քննարկումներու ընթացքին անդրադարձանք այն սկզբունքներուն, որոնք պիտի շարունակեն առաջնորդել մեր ազգային պայքարը եւ ներկայացուցչական աշխատանքը։ Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը կպատրաստվի մասնակցելու ՄԱԳ-ի բնիկ ժողովուրդներու իրավունքներու փորձագիտական մեխանիզմի 18-րդ նստաշրջանին։ Պատվիրակության գազմին մեջ են Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրամյան, վարչապետ Լիդիա Մարգոսյան եւ Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Տատևոսյան։ Ժնևի ՄԱԳ-ի ազգերու պալատին մեջ կայանալիք նիստերուն ընթացքին մեր պատվիրակությունը միջազգային այս բարձր հարթակին վրա պիտի ներկայացնե հայ ժողովրդի բնիկ իրավունքները, օրինական շահերը եւ պատմական հիմնավորումները, ելույթներու, հանդիպումներու եւ քննարկումներու միջոցով։ Պիտի բարձրացնվի նաեւ պատմական հիշողության, մշակութային ժառանգության եւ ազգային ինքնության պահպանման վերաբերող կարևոր հարցերը։ Քննարկումներու ընթացքին նաև շեշտվեցավ, որ միջազգային աշխատանքը պետք է զուգակցվի նոր սերունդի պատրաստությամբ։ Այս նպատակով համացանցային համալսարանի ծրագրի ձիրներս Երևանի մեջ պիտի համախմբվին շուրջ 20 երիտասարդ հայեր, որոնք շաբթվան ընթացքին առցանց հանդիպումներ պիտի ունենան զուգահեռաբար հետևելով ՄԱԳ-ի նստաշրջանի աշխատանքներուն։ Ծրագրին շրջանագին մեջ կազմակերպվելիք մեկօրյա դասընթացքը մասնագետներուն հնարավորություն պիտի ընձեռնե ներսեն ծանոթանալու ՄԱԳ-ի գործունեության, հասկանալու նիստերու կազմակերպման ընթացքը, միջազգային որոշումներու ընդունման եղանակները եւ պետություններու պատվիրակություններուն թերակատարությունը։ Անոնք նաեւ պիտի ծանոթանան ՄԱԳ-ի պատմության, նպատակներուն, գառույցին եւ գլխավոր մարմիններու աշխատանքներուն, ընդլայնելով իրենց գիտելիքները միջազգային հարաբերություններու եւ դիվանագիտության բնագավառին մեջ։ Սիրելի հայրենագիտներ, մեր ազգային իրավունքներու պաշտպանությունը կպահանջի հետևողական աշխատանք, միջազգային ներկայություն եւ պատրաստված նոր սերունդ։ Միայն այսպիսի կազմակերպված եւ գիտակից մասնակցությամբ կրնանք մեր պատմական ժառանգությունը պահպանել եւ զայն արժանապատիվ կերպով փոխանցել գալիք սերունդներուն։ Շնորհակալություն։